Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում օրակարգն է կենտրոնում եւ ես Շաքե Իսայանն եմ։ Այսօր օրակարգի տաղավարում ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիայի նախագահ, կինոռեժիսոր, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանն է։ Բարի երեկո, պարոն Գալստյան։ Շնորհակալ եմ զրույցի այս հնարավորության համար։ Պարոն Գալստյան, կինոաշխարհի քարտեզի վրա Հայաստանն ամրագրում է իր տեղը։ Հենց այսպիսին էին մեկնաբանությունները ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիայի եւ Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի միջև կնքված հուշագրի այդ ստորագրումից հետո։ Ուզում եմ հասկանալ, ինչպես ստեղծվեց այս համագործակցությունը, գիտեմ, որ այս ընթացքում շատ եք խոսել, բայց եթե հնարավոր է մեզ էլ ներկայացնեք, ինչպես սկսվեց համագործակցությունը, նաև տեղյակ եմ, որ առաջին քայլը Կանի փառատոնին մասնակցությունն է, եւ առհասարակ ինչ ակնկալիքներ ունենք այս համագործակցությունից։ Անչափ շնորհակալ եմ հրավիրելու եւ մեր հարցերի եւ մեր գործերի մասին խոսալու հնարավորությունը տալու համար։ Իրականում համագործակցությունը առաջին հանդիպումը տեղի ունեցել մոտ 1.5 տարի առաջ, երբ պարոն Ծառուկյանը հրավիրել էր մշակույթի գործիչներին իր մոտ եւ մենք զրուցում էինք իրավիճակից։ Դա 1.5 տարի առաջ էր։ Եվ երբ պարոն Ծառուկյանը ուղիղ ինձ դիմեց, ասեց լավ ֆիլմ, ոնց կարելի է լավ ֆիլմ նկարել, ես ասեցի, որ լավ ֆիլմ կարելի է նկարել, բայց երկրում կինոարտադրության վիճակը այնքան վատն է, որ պետք են համակարգված քայլեր։ Այսինքն պետք է իրավիճակը փոխել հիմնովին, մի ֆիլմով իրավիճակ փոխել անհնարին է։ Այդ կարգի վատ կառավարում է կինոյի եղել վերջին 8 տարում եւ մենք այնքան մեկուսացված ենք միջազգային խոշոր կինոփառատոներից եւ կինոինդուստրիայից ընդհանրապես, որ պետք են համակարգված քայլեր։ Ու պարոն Ծառուկյանը ասեց, թե ծրագիր ներկայացրեք, կնայենք, կտեսնենք ինչ է, եւ մենք ներկայացրեցինք ծրագիր։ Այդ ծրագիրը ժամկետների առումով չհամապատասխանեց անցած տարի եւ այս տարի ես նորից փորձեցի ներկայացնել, մտածելով որ դե ոչ պատասխանը մենք ունենք։ Եվ պարոն Ծառուկյանն ընդունեց եւ մենք զրուցեցինք, այո, ինչ պետք է անել։ Ես ասացի, որ կրկնեցի, որ մենք այնքան մեկուսացված ենք, որ պետք է տարիների աշխատանք։ Ես ձեզ առաջարկում եմ կանգնել մեր կողքին 3 տարի, հնարավորություն տալ ներկայանալու ամենախոշոր ինդուստրիալ հարթակում Կաննի կինոթատրոնում, ակնկալիք չունենալ առաջի տարվա համար, երկրորդ տարվա համար ունենալ ակնկալիք, իսկ երրորդ տարի մենք կփորձենք անել մի բան, որը Հայաստանի ամբողջ անկախ Հայաստանի պատմության մեջ չի եղել։ Մեր որևէ կինո նախագիծ, որ այս տարի մենք ներկայացնում ենք, 6-ից որևէ մեկը, իսկ մեր գերագույն նպատակն է գոնե նվազագույնը 3 ֆիլմ կհայտնվեն ակարգի կինոփառատոնների մրցույթում։ Իհարկե Գագիկ Ծառուկյանը շատ ճիշտ հակադարձեց, ասելով որ դու ոնց պետք է անեք այդ ֆիլմերը, հիմա ոնց պետք է, ես նայում եմ հիմիկվա ֆիլմերը ու չեմ տեսնում հնարավորություն որ դրանք հասնեն միջազգային, եթե համեմատենք ֆուտբոլի հետ, այնքան վատն է ֆուտբոլը, որ դուք ոնց կարող ասեք, որ 3 տարուց ես կհայտնվեմ Եվրոպայի առաջնությունում կամ աշխարհի առաջնությունում։ Բայց եթե ասում եք, եթե գրում եք, ձեր գործունեությանը հետևել եմ, իմիջիալոց պարոն Ծառուկյանը գիտեր անգամ, որ ես լավ ընտանիք ունեմ, հետո ասես դու լավ ընտանիք ունես, դա շատ կարևոր է, այսինքն գիտեր տեղեկացված է, այո, դա միշտ գիտեք շոյում է ձեր որ հանդիպումից առաջ մարդիկ գիտեն, այ մարդ, որը զբաղվածություն ունի, հասկանալի է թե ինչ զբաղվածություն է, այն ժամանակ է գտել հետաքրքրվելու քո հետ հանդիպելուց առաջ, այսինքն ինքը ունի պլաններ։ Ես այս ամեն ինչը շատ կարևոր է հարաբերությունների մեջ։ Ու երբ որ ես դուրս եկա այնտեղից հասկանալով, որ աջակցությունը ունեմ, որ կաջակցի ինձ, մենք ունենք պայմանավորվածություն, որը ես չեմ հրապարակի, չեմ կարող ասել դա մեր ներքին զրույցն է պարոն Ծառուկյանի հետ, հասկացա, որ Հայաստանի Հանրապետության հավանաբար ամենահաջողակ բիզնեսմենը կամ ամենահաջողակ բիզնեսմեններից մեկը մեր ծրագրի հետևում կանգնած է, ինչով ծրագրի արժեքը միանգամից բարձրանում է։ Ես նորից հրավիրեցի ֆիլմարտադրողների ֆեդերացիայի խորհրդին, ասի որ մենք պետք է անհավանական բան անենք 1 ամսում, որտեղ ապրիլն է, 1 ամսում պետք է հոյակապ պրեզենտացիոն ծրագրեր անենք կանում, որոնք որ կփոխեն հայկական կինոյի ընկալումը միջազգային հարթակում։ Առաջին բանը, որ մենք արեցինք, հրավիրեցինք դիզայներների, ընտրեցինք լավագույն դիզայներին, տպեցինք ֆիլմերի պոստերները, եւ այդ ընթացքում մեր զրույցի այո կտեսնենք։ Պետք է մեր տաղավարը սարքեն գրավիչ։ Հիմա երբ որ ես ծրագիրը արդեն պատրաստ է եւ ուղարկում եմ հասցեաբար մեր հյուրերին, գրեթե բոլորի կողմից ստանում եմ պատասխանները այս կամ այն ֆիլմի վերաբերյալ, իդեպ նաեւ դրա կանդրադառնանք, նաեւ
Հիսուս Քրիստոսի արձանի հետ կապված եմ ստանում, երբ ոնց են ակրեդիտացիա ստանալու նկարելու համար, ոնց ու սա շատ կարևոր բան է, որովհետև Կաննի կինոշուկան ամենակարևոր ինդուստրիալ հարթակն է, որտեղ դուք կարող եք առաջ տանել, ներկայացնել ձեր խաղարկային ֆիլմերը, եւ ոչ միայն խաղարկային, նաեւ անիմացիոն, նաեւ դոկումենտալ, բայց խաղարկային ֆիլմերը հատկապես։ Եվ եթե դուք Կաննի կինոշուկայում կաք լավ տաղավար ունեք եւ դուք ունեք հյուրեր, այո, կինոքարտեզի վրա համաշխարհային ձեր անունը դրվում է պլյուս, որ ստեղ է։ Իսկ մենք ունենք պետական տաղավարը, որը ցավոք սրտի միշտ այդ այն հատվածում է, որտեղ մեր նման ընկերություններն են, որտեղ Կաննում պետությունները տաղավար են վարձակալում ծովի ափին, շատ շքեղ մեծ տաղավարներ, իրանց դրոշով, պետական դրոշը բարձրանում, որտեղ փոքր տաղավարները նախատեսված են մեր նման ընկերությունների համար, ու այնտեղ դուք չեք կարող ձեր դրոշը բարձրացնել, դա ծիծաղելի կտվա, որտեղ պետությունների համար ծովափնյա տաղավարներն են, շենքից դուրս, բայց միևնույնն է, Հայաստանը այս տարի առաջի անգամ պատմության մեջ ունի 2 տաղավար, պետական տաղավարը եւ հասարակական կազմակերպության տաղավարը, ֆիլմարտադրողների համայնքան ֆեդերացիայի տաղավարը, ինչը ակնհայտորեն փաստում է, որ Հայաստանում կինո արտադրության ոլորտում կան դրական տենդենսներ։ Վերջին 8 տարում կինոյի կառավարումը Հայաստանում եղել է սարսափելի վատը։ Մենք տարբեր նախարարների ընթացիկ հաշվետվություններ ենք ներկայացրել որպես հասարակական նախաձեռնություն, որ այսպես չի լինում պետությունը հարկատուների գումարներից կինոյին աջակցումը ամեն տարի մոտ 2 միլիոն։ Կոնկրետ, եթե թույլ կտաք, ներողություն, որ ընդհատում եմ, բայց այսպես ձեզ լսում եմ ու հենց այդ հարցն էր առաջանում։ Տեսեք, նախ հրաշալի նորություն ասեցիք, իհարկե ուրախալի է, հա, որ հայկական պրոդուկտը միջազգային կինոփառատոններում կարող է հայտնվել եւ այլն, որևէ մեկը, հա, որևէ հայ չի կարող չուրախանալ այս հանգամանքից։ Բայց ես այսպես մտորում էի, եթե հանկարծ օրինակ Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամում կամ հենց պարոն Ծառուկյանը արժանավուն չգնահատեր ձեր կողմից ներկայացված նախագծերը, ստացվում էր, որ նրանք չէին հայտնվելու, հա, Կանի փառատոնում կամ չեն ունենա այն ճակատագիրը, որը հիմա ենք ակնկալում, ըստ երևույթին հարց է առաջանում. ում, այսպես ասենք, պարտականությունը, հա, ում գործառույթն է հայկական պրոդուկտին հովանի լինելը։ Նախ եւ առաջ դա ուղիղ պարտականությունն է կառավարության, պետության եւ մասնավորապես մշակույթի նախարարության, կրթության, գիտության եւ այն կառույցը, որը համակարգում է կինոն, իր ուղիղ պարտավորությունն է աջակցելու բարձր արժեք կինոյին, արվեստի կինոյին, որովհետեւ կա կոմերցիոն կինո, որին աջակցում են մասնավոր սեկտորի մարդիկ, որը շատ շահութաբեր է, որը լցնում է կինոթատրոններում դահլիճներ լցնում մարդկանցով, եւ կա բարձրաժեք կինո։ Գիտեք, Ինգմար Բերգմանը, ամենահայտնի համաշխարհային ռեժիսորը, ասում է ցավոք սրտի մենք պետք է ընդունենք, որ բարձրաժեք արվեստը իր մեջ ունի ձանձրույթի էլեմենտ պարտադիր։ Այսինքն դուք պետք է տրամադրվեք բարձրաժեք արվեստի համար։ Եվ այդ պատճառով ամբողջ աշխարհում բարձրաժեք կինոն հովանավորվում է պետության կողմից։ Եվ սա իսկապես ոչ ստանդարտ իրավիճակ է, ոչ ստանդարտ որոշում պարոն Ծառուկյանի կողմից, որովհետև մասնավոր անձը աջակցում է կոմերցիոն կինոյին որպես կանոն։ Եթե մասնավոր անձը աջակցում է բարձրարժեք կինոյին, ինքը բարերար չի, ինքը մեքենաս է, որովհետև կան մեքենասներ, մենք գիտենք, հայտնի մեքենասներ կան աշխարհում, որոնք աջակցում են միայն բարձր արվեստին։ Բայց մեքենասության համար երկրում պետք է ստեղծվեն էլի պետության պարտավորությունն է ստեղծելու բարենպաստ պայմաններ։ Իհարկե դա պետք է անի պետությունը, բայց նայեք, պետության ներկայացուցիչը այս տարի հունվարին ես արել եմ ֆիլմի պրեմիերա, Բեն ֆիլմը, որը հիմա ցուցադրելու ենք այս օրերին նաև Նիցում։ Մեր ֆիլմարտադրողների ֆեդերացիան դեպի նպատակ ունի հանելու հայկական կինոն հայ համայնքների հետ ուղիղ հանդիպումների եւ հետո այդ երկրի շուկաներ մտնի, որտեղ գիտեք շուկաները շատ զբաղված են, մրցունակությունը կինոյում շատ ոչ մեկ չի ուզում իր շահույթը կիսի ձեր հետ։ Ֆրանսիական շուկան չի ուզում ֆրանսիական ֆիլմերի շահույթը կիսի հայկական ռեժիսորի հետ։ Դրա համար մենք գտել ենք ճանապարհ, որ սկզբից ցուցադրում ենք համայնքին, այնտեղ ապրողներին, իրանց գրավում ենք, ներգրավում ենք, շահագրգռում ենք, իրանք են մտցնում որպես Ֆրանսիայի քաղաքացիներ ֆիլմերը պրակատ։ Բայց նայեք, հիմա այդ նույն Բեն ֆիլմը, որը բավական բարձրաժեք ֆիլմ է, ես ցուցադրել էի հունվար ամսին, եւ այդ ցուցադրությանը կային պետության ներկայացուցիչները, եւ փոխնախարարը պատվել էր ներկայությամբ եւ ֆոնդի տնօրենը։ Դրանից 1 ամիս հետո Բերլինի կինոշուկան էր եւ իմ Բեն ֆիլմը ուղիղ Բերլինի կինոշուկայում ցուցադրելու տեղն էր, որովհետեւ գերմանացի արտադրող ուներ։
բայց պետությունը չընդգրկեց այդ ֆիլմը իր կողմից ցուցադրվող ֆիլմերին։ Ինչու՞ է դա բարձաբանում։ Չգիտեմ, երևի անձի հետ խնդիր ունեն իմ անձի հետ, որտեղ ես միշտ շատ քրիտիկական, քննադատական վերաբերմունք ունեմ պետական կառավարմանը կինոյի, բայց ես նաև ռացիոնալ մարդ եմ։ Վաղը եթե այդ պետական կառավարումը դառնա լավը, մենք առաջինը կասենք։ Օրինակ հիմա կինեմատոգրաֆիստները 3 չի առաջի օրը հավաք են արել եւ ասել են, որ վատնա կանոնակարգը եւ այլն եւ այլն։ Մենք առաջինն ենք, որ հեսա հակընդդեմ հայտարարությամբ հանդես կգանք, կպաշտպանենք կինոյի հիմնադրամին, որովհետեւ կինոյի հիմնադրամը փորձում է նոր կանոններ դնել։ Էլ չի լինելու վերադարձ այդ 8 տարվան, երբ որ կինոֆոնդի տնօրենի, կինոկենտրոնի տնօրենի համակուրսեցին 8 անգամ ֆինանսավորում։ Այսինքն այդ բաները, այդ թափանցիկությունը մենք վերականգնելու ենք կինոյում։ Այսինքն հիմա մենք միակ բանը, որին մեղադրում ենք ԿԳՄՍ-ին եւ կինոյի ֆոնդին դա այն է, որ իրանք գնահատական չեն տալիս նախորդ 8 տարվա գործունեությանը։ Իսկ եթե դուք գնահատական չեք տալիս, դուք չեք գնա առաջ։ Եվ դանդաղ են անում բարեփոխումները, բայց հենց բարեփոխումա լինում մենք մի անգամից դրան արձագանքում ենք։ Այնպես չի որ մենք նեգատիվ ենք տրամադրված, ոչ, լավը արեք, լավը խոսանք։ Բայց ես ինչ մտածեցի, ես մտածեցի, եթե իմ մի ֆիլմը ավարտած, բացահայտ Բերլինի շուկայի համար չի վերցնում պետական ֆոնդը իր տաղավարում ցույց տալու, բա մեր 6 ֆիլմերը ոնց են ցույց տալու։ Ու մենք հասկացանք, որ մենք պետք է գնանք ալտերնատիվ ճանապարհով։ Մեր ֆեդերացիան 8 տարի համարել է կինոկենտրոնը ոչ լեգալ, ոչ օրինական կառույց, չի վստահել, չի դիմել պետական ֆինանսավորման համար։ Մենք փորձել ենք գտնել ալտերնատիվ ճանապարհներ եւ ահա գտել ենք։ Մեր բոլոր ֆիլմերը ունեն համատեղ արտադրողներ։ Հիմա ես, այսինքն ավարտելով ձեր հարցը, սա ուղիղ պետության պարտավորությունն է աջակցել բարձրաժեք կինոյին, ինչը չի արվում։ Չի արվում, դրա համար էլ մենք գտել ենք Փառք Աստծո Մեկենասի, որը համաձայնվել է մասնավոր ճանապարհով փող լրացնել պետության տեղը զբաղեցնել, բայց սա մասնավոր դեպք է, սա չի կարող դառնալ մշտական պրակտիկա։ Շատ լավ, մինչև կգանք եւ կանրադառնանք այն նախագծերին, որոնք կներկայացվեն կանոն, կուզենայի մի այսպիսի հարցադրում անել, որը թերևս իմ վերջին բոլոր զրույցներում այս թեման արծարծվում է, որտեղ որ ոլորտում նայում ենք, կարծես թե այս խնդիրը կա, հիմա հարցադրումը անեմ, ձեզ համար էլ պարզ կլինի։ Տեսեք, կինոն դա միայն լավ սցենարը չէ, լավ ռեժիսորը չէ, լավ դերասանական կազմը չէ, վստահ եմ դուք կհամաձայնեք ինձ հետ։ Ես լինելով կինոյից հեռու մարդ հասկանում եմ, որ պետք է լավ ամուր, ուժեղ մեջք, որպեսզի կարողանանք այդ պրոդուկտը նաև ներկայացնել, ինչպես նաև ձեր խոսքերն էին, հենց դրա վկայությունը։ Եվ այստեղ պետք է հասկանալ, որ շատ մեծ է մեր օրերում անհատի դերը, յուրաքանչյուր process ուզում եք վերցրեք արվեստի տարբեր ճյուղեր, քաղաքական process-ներ, այսօր մենք տեսնում ենք ամբողջ աշխարհում սպորտի բնագավառում, անհատից այսպես մեծ բան է կախված, երկրի ինքնության, ազգի, տվյալ պետության եւ այլնի հարցերում։ Ես կուզենայի հետաքրքրվել, որքան էլ շատ գաղտնիքներ չեք բացում, բայց կուզենայի հետաքրքրվել Գագիկ Ծառուկյանի հետ այս կոնտեքստով խոսակցություն ունեցել եք, թե չէ, որովհետեւ նորից պիտի կրկնեմ, եթե վերցնենք լավ կինոյի սցենար, կարծում եմ պարոն Գալստյան, մեր կյանքը այսօր ծայրից ծայր սցենար է, վերցրած Արցախի բռնի տեղահանման, դատարկման, այդ process-ով վերջացված ամեն օր մեր մշակութային արժեքների, կոթողների ոչնչացմամբ եւ վերջացրած այն, որ մենք ի վերջո անհետաքրքիր երկիր չենք մեր բարքերով, մեր կարգերով, մեր տեսարժան վայրերով եւ այլն եւ այլն, Այ կուզենա իմանալ այս տեսանկյունից դուք խոսակցություն ունեցել եք միմյանց հետ, թե չէ, եւ որն է ձեր դիրքորոշումը այդ հարցում։ Անկեղծ ասած, ես չեմ սիրում խոսակցությունները հրապարակայնացնել, բայց մի քանի դիտարկում, որին վրա մեծ տպավորություն է թողել, ես կկիսվեմ դրանով։ Անհատի դերը իսկապես չափազանց մեծ է։ Ես օրինակ բերեմ, եթե 1923 թվականին քայքայված, ցեղասպանությունից հետո քայքայված Հայաստան չգար Բեկնազարովը, մենք չէինք ունենա հայկական կինո։ Ինքը եկավ եւ ավերակների մեջ հիմնադրեց հայկական կինո, բայց Բեկնազարովի կողքը կանգնած էր Դզնունին, պետական ներկայացուցիչը, պետության ներկայացուցիչը, ով ուղակի բաններ, հովանոցներ Բեկնազարովի անվերապահորեն հավատում էր։
ինչ արեց հայ ժողովուրդը հետո Բեկնազարովի հետ, հայ կինեմատոգրաֆիստները ինչ արեցին Բեկնազարովի հետ, ինչքան դանոսներ գրվեցին իր վրա, ինչպես իրան հանեցին, Մոսկվայից Բեկնազարովին զգուշացնում են, որ ձեր դեմ դանոսներ է գալիս 37 թվին, փախեք Հայաստանից։ Սա ահավոր բան է, մենք չենք սիրում ուժեղ անհատներին։ Մեր երկիրը հարուստ է ուժեղ անհատներով։ Սակայն կա անհավանական մեծ հակազդեցություն միջակությունների, որոնք ատում են ուժեղ անհատներին։ Գիտեք, ուժեղ անհատ տպավորություն է, որ հայերը սիրում են ուժեղ անհատներին միայն մահացած վիճակում, միայն մահացած վիճակում ասում են այնա հզորագույն անհատեր։ Ուղիղ դրա հակառակը արող ազգեր կան, որոնք մեծ հաջողությունների են հասնում։ Գիտեք, չբերեմ օրինակներ, բայց ինձ դեպք էին պատմում, ասում են, որ մի ազգ կա, որտեղ բոլորը ջութակ նվագող են, ու երբ ասում են իրանց խոշոր ներկայացուցիչը չեմ ուզում ընդգծեմ ով, անցնում է շենքի կողքով, լսում է բոլոր պատոհաններից ջութակի կատարումը, ամենալավ կատարողին ասում է գտեք այդ երեխային բերեք եւ ամբողջ համայնքով օգնեք, որ այդ երեխան դառնա մեծ ջութակահար, որտեղ երբ որ ինքը դառնա մեծ ջութակահար, համայնքը կգնա իր մոտ եւ կասի մենք քեզ դարձրել ենք մեծ ջութակահար, վերադարձրու քո պարտքը համայնքին։ Մենք ունենք հզորագույն անհատներ, որոնք շատ չեն, բայց կան եւ մենք պարտավոր ենք այդ հզորագույն անհատների նեցուկ լինել, որ իրանք առավելագույնս օգտագործեն իրենց պոտենցիալը, ոչ թե անընդհատ ստիպված լինեն հաղթահարել ինչ որ միջակությունների հետ պայքար։ Սա ահավոր բան է, սա շատ վատ բան է, եւ սա ի վերջո խոչընդոտում է մեր առաջընթացին, որովհետեւ առաջ տանում են անհատները։ Սա այստեղ քննարկելու բան չկա։ Ինչ մնում է մեր զրույցներին, ինձ ամենաշատը ապշեցրել էր իմացությունը պարոն Սարուկյանի կինոինդուստրիայի, որտեղ ինքը ինձ պարզ հարց տվեց, ասեց՝ դու ինչ ռեսուրսներ ունես, որ ուզում ես մեծ ֆիլմեր անես, դու ո՞նց ես հասնելու մեծ փառատոներին, եթե քո ունեցած ռեսուրսները կինոյում ես գիտեմ ինչա։ Այսինքն ինքը չլինելով կինոինդուստրիայի մեջ շատ լավ պատկերացնում, նայում է կինոյի, նայում է ինչ ֆիլմեր են արտադրում, արդեն գիտի դրա հետևում ինչա կանգնած։ Ու սա շատ կարևոր բան է, մենք կես բառից հասկանում ենք ինչի մասին է խոսքը եւ կանգնելը ծրագրի հետևում 3 տարվա համաձայնություն կնքելը ին վրա մեծ տպավորություն թողեց, որ ինքը տեղյակ էր նաև իմ ընտանիքից, գիտեր, որ ես լավ ընտանիք ունեմ, որտեղ իսկապես ես շատ ծանր շրջան եմ անցել վերջին 8 տարում եւ եթե չլիներ իմ կինը եւ իմ դուստրերի աջակցությունը չլիներ, ամենայն հավանականությամբ ես կլքեի Հայաստանը, բայց գիտեք, արվեստագետների արտագաղթի տեմպերը այս օրերին մեր երկրում արվեստագետներին առաջարկում են 2 ընտրություն՝ ծառայել իշխանությանը եւ գովալ գաղափարախոսությունը իշխանությունների կամ լքել Հայաստանը։ Այդպես չի լինում։ Արվեստագետները միշտ այն խաղն են, որոնց վրա կառուցվում է ազգային ինքնությունը։ Իրանք ազգային ինքնությունը կրողներն են եւ իրանք այո երբեմն եւ հաճախ եւ հիմնականում վատ բնավորություն են ունենում եւ իրանք իրան ժամանակակից եւ խիստ քննադատում են, ինչու ոչ։ Իրանք ժամանակ, որտեւ իրանք ժամանակի համար չեն ապրում իրանց։ Իրանք Թումանյանը չի ապրել 1900-ական թվերի համար, Թումանյանը ապրել է ամբողջ ժամանակի մեջ։ Դրա համար իրանք մի քիչ գիտեք, այսպես են վերաբերվում փոխհարաբերություններին այս պահին, վատ դիվանագետներ են, չգիտեն շոյել, չգիտեն խոնարհվել, չգիտեն, այդպիսին են մեծ արվեստագետները։ Այն մարդիկ, ովքեր գիտեն դա անել, որպես կանոն մեծ արվեստագետներ չեն, որտեղ մեծ արվեստագետները գործ ունեն ժամանակի հետ, տարածության հետ, իրենց տարածությունը մեծ է, իրանք գիտեն իրենց առաքելությունը։ Դրա համար սա նույնպես խնդիր է, մեր երկրում սա նույնպես խնդիր է, որ մենք ունենք արվեստագետներ, որոնք այդպիսին են, բայց շատ դաժան պայմաններում են միշտ հայտնվում, որտեղ ինչ իշխանություն մենք ունեցել ենք, այդ բոլոր իշխանությունները փորձել են սարքել իրանց պալատական արվեստագետներին։ Դա չի կարելի, ես խնդրում եմ իշխանություններին, թող արվեստագետները մնան ինքնուրույն, մի օգտագործեք իրանց թույլ կողմերը եւ մի շոյեք իրանց, որտեղ արվեստագետները ոնց որ երեխաներ լինեն եւ երբ իրանց շոյում ես, իրանք միանգամից դառնում են, ենթարկվում են քեզ։ Դա տանում է կործանման բարոյական դեգրադացման։ Արվեստագետները առաջին մարդիկ են հասարակությունը բարոյական դեգրադացումից պաշտպանելու համար։ Եվ եթե իրանք դա չեն անում, հասարակությունը մենք ունենում ենք այն, ինչ որ ունենք հիմա։ Շատ լավ, եկեք վերադառնանք կան եւ մեկնող 6 նախագծերին։ Ձեզ խնդրեմ մեզ մանրամասն ներկայացրեք ինչպես է ընտրվել այս 6-ը, որոնք են այդ 6-ը եւ ի վերջո արդեն մայիսի 13-ից 20-ը կարծեմ պետք է մեկնեք, ինչ ակնկալիքներ եք ունենալու այդտեղ։ Առաջին օրը մենք նվիրել ենք ամսի 13-ը երբ հասնելու ենք կան նվիրել ենք դիզայնին, ներկայացնելու ենք մեր
տաղավարի դիզայնը, աշխատանքները անելու ենք, կահավորելու ենք։ Ամսի 14-ին առաջի պրեզենտացիան հենց Արամ Մանուկյանի շատ տաղանդավոր երիտասարդ ռեժիսոր Արամ Մանուկյանի Դոլի ֆիլմն է, որ համատեղ արտադրությունն է Իտալիայի հետ, երկու իտալական ընկերություններ կան։ Ուրեմն մեր չափանիշը առաջին, թե որ ֆիլմերն ենք տանում Կաննի կինոշուկա եղել է սա, առաջի չափորոշիչը հետևյալն է։ Ֆիլմը ֆեդերացիայի կողմից, այո։ Ֆեդերացիայի առաջին չափորոշիչը ֆիլմը պետք է ունենա համատեղ արտադրող։ Միջազգային մեկ կամ երկու ընկերություն պետք է արդեն հավատացած լինեն այս նախագծին, որպեսզի այդ ընկերությունները իրենց երկրի ներկայացուցիչներին բերեն Հայաստանի Հանրապետության տաղավար, որպեսզի հասկանան, որ Հայաստանը այս նախագծին սատարում է, եթե պետական ֆոնդը չի սատարում, գոնե ֆիլմարտադրողների ֆեդերացիան եւ սա է Դոլի պաստառը եւ այստեղ ներկայացված են երկու իտալացի պրոդյուսերները։ Ուրեմն առաջի պրեզենտացիան ամսի 14-ին լինելու է Արամի պրեզենտացիան Դոլին։ Հիմա Արամը ինչ որ փորձում ենք լուծել են հարցերը, որ Արամը կարողանա գա, ներկա լինի այնտեղ, որտեղ հյուրանալելու ենք իտալական հյուրերի, իրանք գալու են տաղավար, հատկապես հետաքրքրված են էլի եմ ասում, մի կարծեք, որ ես սա չափազանցնում եմ, ուղղակի ես էլ եմ դրա համար ուրախ, իրանք գալու են պրեզենտացիային արձանի, որտեղ մենք ներկայացնելու ենք նաև Հիսուս Քրիստոսի արձանի պրեզենտացիան, այնտեղ հատուկ օրկա հովանավորի օրը, հյուրասիրությունը եւ կոկտեյլը եւ պրեզենտացիան գալու են, որպեսզի տեսնեն դա ինչ է, որովհետեւ Արամը վերջերս Վատիկանում ներկայացրել էր հայկական ֆիլմ, միակ հայկական ֆիլմը, որ երբևիցե ցուցադրվել է Վատիկանում եւ բավական մեծ հենց այդ կրոնական հոգեվոր ուղղվածության խումբ կա, որը լինելու է իտալական տաղավարում, իրանք գալու են մեր տաղավար, մենք իրանք կդիմավորենք, հետո մենք կանենք հակադարձ այցելությունը։ Մի խոսքով առաջի պրոյեկտը Դոլին է, որը արվում է Իտալիայի հետ համատեղ եւ հույս ունեմ Հայաստանում նույնպես կունենա աջակցություն, որովհետեւ շատ լավ պրոյեկտ է։ Հաջորդ օրը 15-ին առաջի ունենք երկու պրեզենտացիա, առաջինը Թուրքիայում բնակվող հայ ռեժիսոր Արեն Պերդեցու ֆիլմն է, Արա Գյուլերի մասին հայտնի նկարիչ, լուսանկարիչ 20-րդ դարի ամենամեծագույն լուսանկարիչներից մեկը, ով Արա Գյուլերը շատ է սիրել ճանապարհորդել, ինքը նկարել է Ուինստոն Չերչիլին հայտնի նկարը, Սալվադոր Դալիին, Մերլին Մոնրոին, հեսա Արա Գյուլերը, պահպանելով իր հայությունը, հայկականությունը, եւ ֆիլմը այն մասին է, որ հայրը խնդրում է Արային իրեն տանել գյուղ, իր հարազատ գյուղը, վերադարձ դեպի իր գյուղը եւ սա դառնում է Արայի բնորոշմամբ իր կյանքի ամենակարևոր ուղևորությունը, իր բոլոր ճամփորդությունների մեջ ամենակարևոր ճամփորդությունը դառնում է ճամփորդություն դեպի իր հոր գյուղը, այսինքն իր բնորանը։ Սա չափազանց կարևոր նախագիծ է, սա պատմության մեջ եթե մենք ակնկալում ենք, որ այ Դոլիի համար չասեցի, ակնկալում ենք, որ այնտեղ կնքվի համատեղ արտադրության պայմանագիր, այստեղ էլ նույնպես ակնկալում եմ, որ կնքվի համատեղ արտադրության պայմանագիր եւ ինքը կլինի պատմության մեջ առաջին համատեղ արտադրությունը խաղարկային ֆիլմի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ։ Այս ֆիլմին դժվար ընթացք է սպասում, բայց մենք հաղթահարելու ենք այդ ընթացքը ցույց տալու համար, որ մենք մեր ինքնության պաշտպաններն ենք։ Այս բոլոր ֆիլմերը ճիշտ եմ հասկանում, չէ՞, դեռևս նախագծերի տեսքով են ներկայացվելու։ Մի մասը նկարահանված մաս ունի, իրանք արտադրության տարբեր փուլեր ունեն։ Սկզբի ֆիլմերը ամենաանպատրաստներն են, զարգացած սցենարը, կա համատեղ արտադրող, բայց նկարահանումները դեռ արված չեն։ Հաջորդ ֆիլմը, որ մենք ներկայացնելու ենք, Վերա ֆիլմն է, այս է Արցախի բլոկադայի ամենատպավորիչ, ամենագուցե ցավալի իրադարձության մասին, երբ միայնակ մայրը երեխաներին թողնում է տանը եւ գնում է Մարտակերտ գյուղից մոտ 4 կիլոմետր հեռու, որպեսզի օգնություն ստանա, եւ երեխաները գնում են մոր հետևից, որովհետեւ սոված են գնում եւ մոր կարիքն են ունենում։ Գնում են, իրանք կորում են, այնտեղ արդեն բլոկադայի 206-րդ օրն է, մարդիկ գրեթե չկան փողոցում եւ հետո վերան տեսնում ա որ երեխաները չկան, հարևանները տեղեկացնում են, սկսում են ման գալ երեխաներին, հաջորդ օրը գտնում են երեխաներին արդեն զոհված մեքենայի մեջ, որ իրանք մտնում են պաշտպանվելու համար սովից ու արևից, ցրտից եւ արդեն մթից, որտեղ մեկ օր փողոցներում են լինում։ Սա չափազանց կարևոր ֆիլմ է մեր համար, ես արդեն մի անգամ ներկայացրել եմ Բերլինում, հիմա ներկայացրել եմ համահայկական նաև դրամահավաքի, որովհետև պետական աջակցություն մենք չունենք, իսկ դա մեր գործընկերների մոտ առաջացնում է հարցեր, օրինակ ինձ ուղիղ հարցրել են Լյուքսեմբուրգի գործընկերը ուղիղ հարցրեց, ես հասկանում եմ, որ սա կարևոր ֆիլմ է եւ կարևոր է ձեր երկրի համար, բայց ինչի ձեր երկիրը չի աջակցում ձեզ։ Պետական քաղաքական։ Դրա համար մենք դիմել ենք հասարակական դրամահավաքի, որպեսզի ցույց տանք, որ այ մեր երկրում կա
աջակցություն։ Գուցե այս պահին պետությունը նպատակահարմար չի գտնում այս թեմային, մենք չենք խառնվում այդ քաղաքականությանը, բայց Հայաստանում կա մի ահռելի չեմ էլ ուզում ասել զանգված, ահռելի քանակություն կա մարդկանց հայ ինքնության, այդ թվում եւ Սփյուռքում, որովհետեւ մենք Սփյուռքում ցույց ենք տալու բեմ ֆիլմը, բայց ասելու ենք դրամահավաքին մասնակցեք վերաֆիլմի համար։ Մենք անվճար ցուցադրելու ենք բեմ ֆիլմը, ասելու ենք աջակցեք վերաֆիլմին։ Սա վերաֆիլմը, հաջորդը գալիս է մեր մոտ Գոսբանկը դա, եթե հավանաբար դուք չեք հիշի, որովհետև շատ երիտասարդ եք, բայց 1977 թվականին երկու եղբայրներ հայ, Կալաչյան եղբայրները, Նիկոլայը եւ Ֆելիքսը անձրևանոցի օգնությամբ կարողացել են թալանել Հայաստանի, այսինքն Երևանի բանկը, պետական բանկը, եւ դա եղել է Խորհրդային Միության պատմության մեջ բանկի ամենամեծ կողոպուտը։ Իրանք անձրևանոցի օգնությամբ կարողացել են սողոսկել եւ տանել 1.5 միլիոն ռուբլի, որը այսօրվա էկվիվալենտով 10 միլիոն դոլարից ավել է։ Փայլուն իրականացրած օպերացիա է եղել, սա արկածային ժանրի ֆիլմ է, որը մենք հիմա զարգացնում ենք ռուսների հետ համատեղ։ Ներկայացվում է սովետական շրջանի 70-ական թվերը, սա սերիալ է, մինի սերիալ է, եւ մենք սրանով ուզում ենք ցույց տալ, որ սերիալները դա այն չեն, ինչ որ ձեզ առաջարկում են հիմա մեր օրերում, սերիալները նույնքան կինեմատոգրաֆիական արտադրանք են, որքան մեծ ֆիլմերը, եւ բավական ծանր մեծ բյուջեով մեր ամենաթանկ ֆիլմն է, որտեղ ինքը արկածային ֆիլմ է եւ նախատեսված է լայն հանդիսատեսի համար։ Մենք ցուցադրելու ենք Խորհրդային Միության ամենագրավիչ կողմերը եւ ամենամտահոգիչ կողմերը, որոնք ի վերջո բերեցին այդ երկրի քանդմանը։ Հաջորդը Գոսբանկից հետո էլի կոմեդիա, նույնիսկ սենտիմենտալ կոմեդիա, Մարինե Զաքարյանի ֆիլմն է, որ մենք անում ենք Միացյալ Նահանգների հետ եւ Երվան Տարվերձյանը պրոդյուսերներից մեկն է, 4 կանանց մասին 40 տարեկան, 4 ընկերուհիների մասին, որոնք որևէ կերպ չեն ընկալում իրանց տարիքը, միշտ երիտասարդ են, հոգով երիտասարդ, այսպես ասած, միշտ պատրաստ են բոլոր դժվարությունների, չտեսնված պատմությունն է, 3 ընկերուհիներ են, 4-րդ ընկերուհին գալիս է Միացյալ Նահանգներից, որպեսզի ամուսնացնի Հայաստանում իր աղջկան։ Եվ դուք տեսնում եք այդ չտեսնված կանայք են, ես որ սցենարը կարդում եմ, ինքը շատ զվարճալի է եւ շատ կանացի պատմություն է։ Հիմա համաշխարհային տրենդ է, կանայք սիրում են խոսալ իրանց մասին, կին ռեժիսորը խոսում է մաքուր կանացի խնդիրների մասին, որոնք հետաքրքիր են անգամ տղամարդկային աուդիտորիային եւ անգամ եթե հետաքրքիր չեն, պետքա պարտադրել, որովհետեւ տղամարդը եւ կինը ունեն հավերժական խնդիր իրար չհասկանալու։ Գուցե երբ որ անկեղծ լսեք ինչ խնդիրներ ունեն կանայք, ավելի ջերմ, ավելի նրբանկատորեն վերաբերվեք, որովհետև հաճախակի այնպիսի բաներ մենք չենք նկատում, որ թվում է դա մենք չենք էլ նկատեինք, բայց երբ որ կանայք այդ մասին խոսում են, դու սկսում ես դրա վրա ուշադրություն դարձնել։ Շատ հետաքրքիր ֆիլմ է եւ այս ֆիլմի էլի կոմերցիոն ֆիլմ է, տեսեք մենք փոխում ենք կոմերցիոն ֆիլմերի պատկերացումները Հայաստանում, որ կոմերցիոն ֆիլմը դա էժան կատակները չեն, դա էժան տափակ հումորը չի, որ Երևանից դուրս ոչ մեկ արդեն Հայաստանից դուրս ոչ մեկ չի ընկալում, այլ ինքը միջազգային ստանդարտների ֆիլմ է, 40 տարեկան կանանց ընկերուհիների մասին, ինչպես են իրանք հաղթահարում, ինչպես են իրանք ժպիտով դիմավորում բոլոր բարդությունները եւ ինչպես են հաղթահարում ինչ թեթևությամբ։ Եվ ֆիլմը ունի շատ հետաքրքիր սլոգան, էլի շատ հետաքրքիր կարճ ուղերձ, որ ինչ տարիքում էլ որ դու լինես այսօր, դու այսօր ավելի երիտասարդ ես, քան վաղը, դրա համար օգտագործի այսօրվա քո շանսը լինելու երջանիկ։ Հաջորդ ֆիլմը, որ մենք ներկայացնելու ենք, դա Տատիկիս վարսերը ֆիլմն է, որը ամենաբրուտալ եւ դաժան կերպով այս ֆիլմի արտադրությունը կասեցվեց ազգային կինոկենտրոնի կողմից 2018 թվականին օրենքի խախտմամբ, որովհետեւ կինոկենտրոնի հանձնաժողովը կանոնակարգ էր փոխել, կանոնակարգի մեջ կետ էր ավելացել, որ եթե ֆիլմը արտադրողը ունի նախկինում չավարտված ֆիլմ, իրավունք չունի դիմել ֆինանսավորելու համար, ինչը գուցե արդարացի պայման էր, բայց այս ֆիլմին չէր վերաբերում, որովհետեւ այս ֆիլմի ֆինանսավորումը հաստատվել էր այդ օրենքը ընդունելուց առաջ, եւ օրենքի վատ թարացնող դրույթը չի կարող
կիրառվել։ Այս դեպքում ես արդեն իրավաբանական տերմիններով եմ խոսում, որտեղ 6 տարի մասնակցել եմ դատական պրոցեսներին եւ քրեական գործերին, եւ այս ֆիլմի շուրջ էր, որ մեր դեմ քրեական գործ հարուցվեց եւ այս քրեական գործն էր, որը կասեցվեց անմիջապես, դիտարկվեց որպես զրպարտություն եւ բայց ազգային կինոկենտրոնը հետ չկանգնեց, արդեն քրեական գործ հարուցեց քննիչների դեմ եւ գործը հսկող դատախազի դեմ, որ իրանք պարտակել են կինոռեժիսորին, պատկերացնում եք, եւ դա տևեց մոտ 6 տարի, 24 թվականին անցած տարի նոր քրեական դատարանը արդարացրեց գործը կարճած քննիչներին։ Այսինքն սա ֆիլմ է, իսկապես ֆիլմ է, ինչպես մենք խոսում ենք, ինչպես կարող է միջակությունների կույտը, համայնքը ուղղակի խեղդի մի հատ լավ պրոյեկտ է։ Բայց ես սա արդեն մեր համատեղ ֆիլմն է իմ ու Մարինեի հետ, մենք ուզում էինք պատմել մեր տատիկի Մարինեի տատիկի պատմությունը, ուղղակի լավ ֆիլմ անել, բայց հայտնվեցին չարական մարդիկ, որոնք այս ֆիլմը վերածեցին լեգենդի, ու հիմա Երևանում այդպիսի մարդ չկա, ով չի լսել տատիկիս վարսերը ֆիլմի մասին, բոլորը լսել են, բոլորը ուզում են տեսնել։ Սա պատմությունն է այն մասին, որ ինչպես են հայերը էլի ամենաանհավանական պայմաններում ապրելու ելքեր գտնում։ 3 եղբայրներ 1900-ական թվերին Լոռու հեռավոր մի գյուղում, որտեղ անգամ տներն են իրարից հեռու, ծնողները սպանվում են ավազակների կողմից եւ 3 եղբայրներ մնում են որբ 14 տարեկան, 12 եւ 8։ Խոսքը առաջին հանրապետության, հա, ժամանակը։ Դեռ չի ստեղծվել առաջին։ Եվ հարազատները որոշում են ամեն մեկը եղբայրներից մեկին վերցնի, բայց ավակ եղբայրը 14 տարեկան ասում է ոչ, մենք պետքա եղբայրներով իրար հետ մնանք, արդեն գիտեք, առաջ մարդիկ շատ շուտ էին մեծանում, շատ հասուն էին։ Հետո ասում են լավ, ուրեմն եթե իրար հետ եք ուզում մնանք, ձեզ կտանք որբանոց, բայց այս Դանիելը մեծ 14 տարեկան ասում է ոչ, մենք կմնանք մեր հայրական տանը եւ ես իրանց կպահեմ։ Եվ հարազատները որոշում են 14 տարեկան տղային ամուսնացնել 25 տարեկան աղջկա հետ, այսպես ասած տունը մնացած ոչ շատ բարետես աղջկա հետ, բայց հարուստ, որպեսզի ինքը Դանիելի կինը դա լինի, այդ 14 տարեկան տղայի եւ մայր դառնա այն մնացած 2 եղբայրների համար։ Եվ դա իհարկե կոտրում է Դանիելի կյանքը, որովհետեւ ինքը հասկանում է, որ ինքը պարտադրված է այդ կնոջ հետ ամբողջ կյանքը ապրել եւ եղել է այդ իրական դեպքը եւ նույնիսկ Մարինեի տատիկը ասում էր որ ամբողջ կյանքում իրան անունով չի դիմել իր ամուսինը այլ ասել է գեշ կնիկ եւ սա շատ ազդեցիկ պատմություն է եւ ինքը ավարտվում է որտեւ ինքը երբ որ մեծանում է իր կրտսեր եղբայրը ամուսնանում է եւ ինքը տեսնում է ինչ գեղեցիկ է իր եղբոր կինը ինչքան իրար համապատասխան են, ինչքան նույն տարիքի են, ու լքումատունը ինքն էլ է դառնում ավազակ, որպեսզի վրեժ լուծի իր կյանքը կոտրելու համար, իր կյանքը քանդելու համար։ Եվ ֆիլմը երրորդ եղբայրն էլ գնում է Թիֆլիս սովորելու, եւ ֆիլմը ավարտվում է Հայաստանի Հանրապետության հիմնադրման 18 թվականով, երբ որ ավակ եղբորը ավազակին Դանիելին սպանում են, որովհետեւ ռուսական ցարական բանակը ստիպում է, որ ինքը լքի իր զորքը դնի ռուսականի տակ, եւ կրտսեր եղբայրը գրում է իր եղբորը, ասում է վերադարձի մեր երկիր, որովհետև մենք քո կարիքը ունենք, որովհետև մենք այլևս ունենք Հայաստանի Հանրապետությունը։ Ուրեմն սրան հաջորդելու է տատիկիս վարսային հաջորդելու է հյուրասիրությունը, որը կազմակերպված է Գագիկ Ծառուկյան հիմնադրամի կողմից եւ մենք ներկայացնելու ենք Հիսուս Քրիստոսի արձանը, ներկայացնելու ենք իր ստանդարտները, իր չափսերը, ինչպես է ընտրվել, ով է հաղթել, ինչպես է երբ է լինելու, ցավոք չգիտենք երբ է լինելու բացումը, բայց անելու ենք առաջին պրեզենտացիան կանոն։ Եվ քանի որ ընդդեմ դարձյալ Հայաստանը ներկայացնելով չէ քրիստոնեության բնօրյանի իբրե։ Եվ մեր եթե նկատել եք հետո հաջորդ օրը ներկայացնելու ենք ֆիլմարտադրողների ֆեդերացիայի սերվիսները եւ մենք ընդեղ էլ ֆիքսում ենք մեր եկեղեցիների վրա, որովհետեւ եթե ազգը իր մշակութային ժառանգությանը տեր չի կանգնում, ուրիշները կամ դա ջարդում են կամ ասում են մենք ենք կառուցել։ Ուրեմն հյուրասիրությանը եւ այս ներկայացմանը եւ հյուրերի ընդունելությանը կհաջորդի նաեւ մի հատ շատ հետաքրքիր ստարտափ, որի մասին ես ուզում եմ խոսամ, հիմա նկարավոր լինի իրան էլ կանդրադառնանք, հայկական ստարտափը, որը տեսեք, միջազգային ստարտափ է, բայց հայեր են արողները, որը լսողության խնդիր ունեցող մարդկանց համար անում է սուրդո թարգմանություն, բայց արհեստական բանականության կիրառմամբ, այսինքն ինքը հեշտացնում է կոմունիկացիան։ Սա հետաքրքրելու է կինոարտադրողներին, որովհետև սա կարող է տեղադրվի արհեստական բանականությունապետի մարդ, դա կարող է տեղադրվի կինոթատրոններում եւ
լսողության խնդիրներ ունեցող մարդիկ կարող են առաջին անգամ գնան կինոթատրոններ։ Սա կարող է տեղադրվի հարթակներում, հեռուստատեսությունը կարող է կիրառի եւ մի անգամից կմեծացնի հնարավորությունը լսողը, այսինքն ինքը նաեւ բացի նրանից, որ մեծ քայլ է առաջ գիտական դաշտում, ինքը նաեւ շատ սոցիալական նաեւ իմաստով շատ կարեւոր ծրագիր է։ Սա էր մեր ծրագիրը, բավականին հետաքրքիր, եթե ժամանակը այսպես սուղ չլիներ, գուցե դեռ շատ երկար ներկայացնեինք, ինձ ինչ դուր եկավ, որ կարծես թե յուրաքանչյուր ասպեկտ ճյուղ այսպես փորձել էիք ներառել այս 6 նախագծերում եւ իսկապես մեկը մեկից հետաքրքիր նախագծեր էին, պարոն Գալստյան։ Այո, դուք պետք է կանոնը օգտագործեք առավելագույն։ Ես մի բան էլ ասեմ, լինելու է Նորա Արմանի մրցանակի պրեզենտացիան, Նորա Արմանին ներկայացնում է Միացյալ Նահանգները, լինելու է Արեն Պերդեսին ներկայացնում է Թուրքիան, այսինքն ինքը լինելու է մեր գործընկերը Արաբական Էմիրություններից Ֆեդերացիայի ամբասադորը, դեսպանը, հրավիրել ենք նաև Բրազիլիայից մեր դեսպանին, այսինքն իրանք բոլորը հայեր են, որոնք ներկայացնում են աշխարհի տարբեր երկրներ, եւ այս մասին ես էլի եմ ասել, բայց հարկ եմ համարում կրկնել եւ շեշտել։ Ուրեմն մեր տաղավարը, Ֆիլմարտադրողների Համական Ֆեդերացիայի եւ Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի համատեղ տաղավարը տարածք է տրամադրում աշխարհի բոլոր ծայրերում գտնվող հայերին, ուսի գան մեր տաղավարը եւ ներկայացնեն իրենց պրոյեկտները, իրենց պրոդուկտները։ Եթե իրենց Ինչը բացառիկ հնարավորություն է մեր օրերում, այո, որ մենք Սփյուռքին ասում ենք, եկեք մենք ձեզ տրամադրում միշտ հակառակն է եղել, մեզ ինչ որ բան անել։ Սա շատ կարեւոր իմ կարծիքով էլի կարծրատիպ կոտրող մի բան է, որ մենք ուժեղ երկիր ենք, մենք պինդ երկիր ենք, մենք կանք, մենք երկու տաղավար ունենք։ Այսքանից հետո, այսքան փորձություններ, դժվարություններ, ողբերգություններից, այո, մենք ոտք ենք կանգնած, եկեք մեր Հայաստանի Հայաստանը ձեր համար վարձակալել է տաղավար կաննում, եկեք ներկայացրեք ձեր։ Եվ ամենակարևորը ցույց ենք տալիս մեր ինքնությունը, մենք ով ենք, ինչերի միջով ենք անցել, հա, եւ այդպես պատմությունը որևէ մեկը որքան էլ թուլացած լինենք եւ խեղճացած չի կարող այդպես իր նախընտրությամբ ձևակերպել եւ փոփոխել, հա։ Մենք մեր պատմության մեջ ավելի դաժան շրջաններ ենք ունեցել, հաղթահարել ենք եւ պետք է ուղղակի դասեր քաղենք, ել չգնանք այս ճանապարհով, որը մեզ տանում է։ Պարոն Գալստյան, ժամանակը սուղ է, բայց էլի ձեր խոսքերից, որ ներկայացնում եք Վերա ֆիլմը, մյուս ֆիլմերը, հա, էլի տեսեք, այսպիսի հետաքրքիր զուգահեռներ են տարվում։ Ես կուզենայի հարցնել վերջին հարցադրումը, արվեստը այսօր կարող է ազգային անվտանգության գործիք լինել, հա, որպես soft power։ Ինչու եմ այս հարցադրումը անում, որովհետև կարծես թե մեր պետությունը արժանահավատ չի վերաբերում այս փաստին։ Օրինակ, երբ դիտարկում ենք մեր հարևան պետությունները, հա, օրինակ Թուրքիան, մենք տեսնում ենք, որ հենց կինոարտադրության մեջ դուք էլ նշեցիք այդ փաստը, օրինակ Վրաստանը նույնպես, հա, իրենք այս շեշտադրումը անում են։ Նույն Թուրքիայի դեպքում մենք տեսել ենք բազմաթիվ դրվագներ տեսարժան վայրերի, ընդհանրապես թուրքական քարոզը, թուրքական ինքնության, հա, չգիտեմ, պատմություն, Օսմանյան պատմությունը այսպես քարոզելու, ներկայացնելու աշխարհին եւ հա համայն մարդկությանը։ Այս հանգամանքը արդյոք մեզ մտածելու եւս մեկ անգամ մտորելու տեղիք չի տալիս, որ մենք իրավունք չունենք նման շռայլություն չֆինանսավորելու, այսպես նեցուկ չլինելու նման գործիքակազմին, որը իրապես կան, մասնագետները կան, թիմերը կա, գաղափարը կա, բայց փաստորեն ներկայացումը աշխարհին մենք կարծես թե այդ գիտակցումը չունենք։ Գիտեք, երբ ուզում են կոտրել որևէ ազգի, կոտրում են իր ոգին։ Իսկ ոգին սնվում է բացառապես արվեստի եւ մշակույթի միջոցով։ Առաջի պատերազմը Արցախյան մեր հաղթած այնքան հերոսական դրվագներ ուներ, ինձ որ պատմում են, ես այնպիսի դրվագների եմ լսում, որ այդ դրվագների վերարտադրումը աուդիովիզուալ պատկերներով, դրա ներկայացումը կինոյի տեսքով հանրությանը կբերեր նրան, որ մենք այս պատերազմում չենք պարտվի։ Մեր հերոսականության մասին մենք չենք կարող մոռանալ, մեր մշակութային ժառանգության մասին մենք իրավունք չունենք, իհարկե ճիշտ եք ասում, նույնիսկ մեր հետ որ համագործակցում են, իմ հետ որ համագործակցում է Լյուքսեմբուրգը կամ Արամի հետ Իտալիան, Արամի ֆիլմում կա իտալական գիծ, այո, նրանք հայկական ֆիլմին աջակցում են, որպեսզի իտալական գիծը հայկական ֆիլմում երևա եւ իրանք աշխարհին ինչ է անում Հոլիվուդը։ Ռուսները ինչի են առաջարկում մեզ համագործակցել Գոսբանկի մեջ, որովհետև իրանք ուզում են ցույց տալ խորհրդային միության ամբողջ դրական կողմը բացասականի հետ մեկտեղ։ Այսինքն այդ երկիրը վերջո քանդվեց ինչի համար։
Բայց սա ամենակարևոր բանն է, գիտեք, թուրքական կառավարությունն է, երբ դուք դիմում եք որպես թուրքական արտադրող որևէ սերիալ արտադրելու համար, մի անգամից ծածկում է ձեր բյուջեի 30%-ը, բայց դնում է պահանջներ, պայմաններ ձեր դիմաց, ոչ մի կեղտոտ փողոց, ոչ մի կեղտոտ միջավայր, ոչ մի հանցագործ տար, ոչ մի սպանություն, ոչ մի արյուն, ոչ մի տգեղ դերասան։ Հնարավորինս դրական աշխարհին ներկայանալու Թուրքերը մաքրում են իրենց ձեռքերը, որոնք ամբողջ աշխարհը գիտի, որ արյունոտ են։ Իրենց պատմությունը մաքրում են իրենց սերիալների միջոցով։ Մենք մեր պատմության մասին լռում ենք, փոխանակ մենք մեր պատմությունը ցույց տանք, որ ասենք, գիտեք, աշխարհում վաղուց արդեն չկա փոքր երկիր, մեծ երկիր, կա ճշմարտություն եւ կա կեղծ։ Հիմա կեղծ քարոզը, fake քարոզը անհավանական ուժեղ է։ Գոնե դրա դիմաց դուք պետքա գտնեք համարժեք պատասխաններ։ Գործիքներ, որ օգտագործեն։ Ամենամեծ բանը, ամենամեծ դասը, որ արվեց պարոն Ծառուկյանի կողմից այս հուշագիրը ստորագրելու համար, որ ես հույս ունեմ, մեծ հույս ունեմ, որ մյուս բիզնեսմենների համար էլ կլինի ընդօրինակման առարկա, ազդակ, դա այն էր, որ Հայաստանը ոչ մի բան չունի արտահանելու, բացի մեր ուժը, մեր միտքը, մեր տաղանդը, վերջացավ։ Դա է մեր արտահանելու միակ բանը։ Եվ մեր փառահեղ պատմությունը, որտեղ եթե դուք կաք հիմա աշխարհի վրա, դա ձեր փառահեղության մասին է խոսում, որովհետև մեր հասակակից ազգերը չկան վաղուց։ Մենք կանք աշխարհի վրա, դա խոսում է ինչքան խելացի ենք, մենք ինչքան ճկուն ենք, ինչքան ուժեղ ենք, ինչքան դիմացկուն ենք։ Եվ դա կարող է ցույց տա աշխարհին միայն արվեստը։ Եվ սա է, որ սրա անկալումն է եղել եւ այս պատճառով է հուշագիրը ստորագրել եւ ես շնորհակալ եմ դրա համար եւ ելի մի անգամ էլ կոչ եմ անում բիզնեսից առաջ դնել ազգի շահը եւ մնայուն արժեք թողելու կարևորությունը։ Մեր ինքնության հարցը առհասարակ։ Շնորհակալ եմ պարոն Գալստյան, շնորհակալ եմ եւս մեկ անգամ այս զրույցի հնարավորության համար, սրտե ձեզ հաջողություն ենք մաղթում։ Ուզում եմ, որ այդ համագործակցությունը, որը ստեղծվել է Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի հետ, իսկապես օգնի ձեզ հասցնելու հայկական կինոն այն բարձունքներին, որի համար էլ կանեք գնում այսպես առաջին քայլով եւ վստահաբար հաջորդաբար այլ ծրագրեր եւս կունենաք, ինչի մասին էլի հուսամ առիթներ կլինեն խոսելու։ Ամենակարևորը դա է։ Հաջողություններ։ Հուսամ, որ էլի այս տաղավարում խոսանք կինո։ Սիրով, շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստադիտողներ, եթերում օրակարգներ կենտրոնում եւ մեր հյուրն էր ֆիլմ արտադրողների համահայկական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գալստյանը։ Կհանդիպենք։